Հենց սկզբից կոչ ենք արել, որ Գյումրիի քաղաքացիները քվեարկեն հանուն քաղաքացիական պայմանագրի իշխանազրկման և շնորհակալ ենք գյումրեցիներին, որ իրենց քվեով իրենք հաստատեցին, որ եկել է այդ պատմական պահը, որ հենց Գյումրիում պետք է իշխանազրկել իշխող ուժին։ Փաստորեն գյումրեցին իր քվեն տվել է, հայտնի, ինչպես դուք ասացիք, իշխանազրկման իմաստով, նա գնդակը ձեր դաշտում է, այսպես ասած 4 ընդդիմադիր ուժերի, քանի որ միայն քաղաքացիական պայմանագիրն են եղած շեմը հաղթահարել և 34% ձայն հավաքել։ Ինչ քննարկումներ են եղել գիշերվանից մինչև այս պահը, ինչ։ Մենք առաջինն ենք եղել, որ հայտարարել ենք Հայաստան դաշինքի առաջնորդ Թևանյան Անդրանիկը առաջինն է եղել, որ հայտարարել ենք, որ մեր համար ամենակարևորը քաղաքացիական պայմանագրի իշխանազրկելն է, և մենք մեր քվեն տալիս ենք հանուն իշխանափոխության, մենք չունենք որևիցե քաղաքական ուժի հետ միանալու, միավորվելու, պաշտոն բաժանելու, մեզ ոչ մի պաշտոն պետք չի, մենք չենք եկել այս ընտրություններին մասնակցելու, որ մանդատ ստանալով փորձենք սակարկել որևիցե քաղաքական ուժի հետ, մեր միակ խնդիրը իշխանազրկելն է քաղաքացիական պայմանագրին և մենք մեր քվեն տալիս ենք հանուն դրա։ Որևիցե մի պարագայում գյումրեցին չի տեսնելու, որ իր քվեն որևիցե մեկին է տվեցրել, ամեն ինչ անելու ենք, որ մեր մանդատները օգտագործենք Գյումրի քաղաքի զարգացման համար, ամեն ինչ անելու ենք, որ քաղաքացիները իրենց հարցերի լուծումը չստանալով կարողանան մեզ վստահված մանդատները օգտագործել, որ իրենց հանդեպ որևիցե ապօրինություն տեղի չունենա և յուրաքանչյուր քաղաքացի, գյումրեցի հասկանա, որ իր քվեն իզուր չի տվել մեր թիմի օգտին։ Պարոն Սիմոնյան, ընդդիմադիրների դիրքորոշումը թերևս հստակ է, բացի Մարտուն Գրիգորյանից մինչև պահը հայտնի չէ և նա չի ասել, թե ինչպես է վարվելու, ում հետ է կոալիցիա կազմելու, համագործակցելու։ Եթե այնպես ստացվի, նաև հայտնի է նրա և Վարդան Ղուկասյանի միջև տարաձայնությունները, եթե այնպես ստացվի, որ նրանք միանան ՔՊ-ին, այսինքն Մարտուն Գրիգորյան, ինչ եք անելու, կամ դուք անձնապես խոսել եք Մարտուն Գրիգորյանի հետ։ Ես չեմ ուզում ժամանակից առաջ ինենք, քանի չենք լսել իրենց մոտեցումը, իմ կարծիքով կլինի հայտարարություն, դրանից հետո նոր մենք փորձենք արձագանքել։ Խոսել եք իր հետ։ Ընթացքում թե Երեք ընտրություններից հետո այսօր։ Ես միջնորդավորված եմ խոսել և դեռ չունեմ հստակ չունեմ ես ինֆորմացիա և սպասում ենք իր հայտարարությունը։ Զանգում եք չի պատասխանում։ Դե այդ մանր դետալների մեջ ինչ ենք մտնում, զանգում ենք չի պատասխանում, 4-րդ զանգից նոր պատասխանեց, 6-րդին կախեց, ասավ հետ կզանգի, ումաս չեմ տեսնում այդ մասին ես պահին խոսել, որովհետև դա գործինօգուտ չի տալիս։ Կներեք, պարոն Սիմոնյան, գործընկերոջս հարցը շարունակելով, այսինքն ունեք սցենարներ, եթե օրինակ այլ տարբերակ լինի և ընդդիմությունը չկարողանա միասնական լինել 4 ուժով, այսինքն կա սցենար B, ինչ անեն 3 ընդդիմադիր ուժով։ Մեր մասով առաջին իսկ օրվանից ընտրությունների եղել է հայտարարություն, որ մեր մինիմալ ծրագիրն է իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին և մաքսիմալը ստանձնել Գյումրիի կառավարումը։ Եվ միակ ուժն ենք, որը Գյումրիի զարգացման հեռանկարային ծրագիր է առաջ քաշել, և մենք ակնկալում ենք գյումրեցու քվեն, որպեսզի այդ ծրագրի իրագործմանը մեծ դեր ունենանք և կարողանանք Գյումրիի զարգացումը տնել, այսպես ասած, գծերի վրա։ Եթե չի ստացվելու այդ, այսպես ասած, միավորումը, մենք փորձելու ենք դառնալ այն ուժը, որը աջակցելու է միավորմանը և իր կոչերով հանդես է գալու, որ բաց չթողնենք պատմական շանսը։ Մեր մանդատները միմիայն ծառայելու են գյումրեցուն և մեկ նպատակ է հետապնդելու, որ իշխանազրկեն քաղաքացիական պայմանագրին։ Որևիցե այլ
կուլիսային բազարներ, պաշտոնակռիվ, պաշտոնների բաշխում չենք ակնկալում։ Եթե առաջարկվի էլ մեզ քաղաքապետարանում որևիցե պաշտոններ, մենք հրաժարվելու ենք։ Մենք չենք ուզում որևիցե ուժի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը։ Մենք ուղղակի մանդատներով քվեարկություն ենք տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը չունենա իշխանություն Գյումրի քաղաքում։ Մնացածը արդեն կախված է մյուս քաղաքական ուժերից, եւ այսպես ասած, իրենց ժամանակն է, որ կարողանան հայտարարություն անել եւ պարզ դառնա ի վերջո ուր են հասնել։ Ես օգտվելով առիթից նաեւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր գյումրեցիներին, բոլոր ընդդիմադիր միավորներին, քվե տված գյումրեցիներին, որ հենց միացան մեր կոչին եւ ձայնը տվեցին ընդդիմադիր ուժերին, առավելագույն ձայնը։ Շնորհակալ ենք նաեւ Մայր Հայաստան շարժմանը, Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանին, որ նաեւ եւ խոսք է տվել եւ հայտարարել է, որ ամբողջական իշխանափոխությունից հետո Գյումրիի զարգացումը իր համար եւ Մայր Հայաստան շարժման համար լինելու է առաջի պլան։ Եվ այս ամբողջ գործընթացի ընթացքում բազմիցս մենք ապացուցեցինք գյումրեցիներին, որ մենք որևիցե ակնկալիք, կուլիսային պայմանավորվածության կողմնակից չենք եւ գնում ենք միմիայն պաշտպանելու գյումրեցիների շահերը եւ մեր մանդատները օգտագործելու այն քաղաքացիների համար, որոնց իրավունքները քաղաքապետարանում ընդհանրապես իսկ կառույցներում եւ քաղաքում ոտնահարվելու են։ Պարոն Սիմոնյան, դուք դավաճանությունից խոսեցիք, բայց իշխանությունը եւ իշխանամերձ շրջանակները ընդդիմադիր այն տեխնատուներին, ովքեր արդեն Երևանից հայտարարել են, որ ներողություն այսօր առավոտվանից իրենց ձայները տալ են ընդդիմադիր տեխնատուին, որպեսզի քաղաքի կառավարումը ստանան, ասում է նրանք ուղղակի նրանց դեռ շատերը չեն ճանաչում, կարան դիմակի տակ թաքնված գայլեր են եւ դուք միայն առաջադրվել եք քվե կորզելու համար։ Մեր մասով են ասում։ 3 տեխնատուներին է վերաբերում։ Մասնավորապես ներողություն ձեզ եւ Ռուբեն Մխիթարյան։ Նորից եմ հայտարարում պատասխանատու ձևով, ովքեր նման բաներ են իրենց թույլ տվել, ովքեր նման հոլովակներ են սարքել, որ մենք քաղաքացուց քվե ստանալու ենք եւ տալու ուրիշին, սխալվում են, իրանք նենգ են, իրանք պատկերացման դրանով կարողացել են ցեղ շպրտել, բայց մեզ քվե տվողը հավատացած է, որ մենք որևիցե պարագայում չենք միանում որևիցե ուժի եւ հենց հիմա եմ ես դա հայտարարում, մենք ոչ թե միանում ենք, այլ քվեարկում ենք հանուն համախմբման եւ քաղաքացիական պայմանագրին իշխանազրկման։ Դրանք այլ բաներ են։ Այն ովքեր որ ասում են միանալու են, այս են անելու, իրանք հենց հիմա այս ուղի եթերը նայելով հասկանալու են, որ իրանք օդի մեջ հիմար կարգավիճակում են հայտնվելու, որովհետև մենք որևիցե պարագայում չենք միանալու։ Քաղաքացիները ֆիքսել են, որ այս ուժը, Մայր Հայաստան դաշինքը, Գյումրու հավաքանու անդամները եւ ընդհանուր թիմը հեռանկարային նպատակներ ունի եւ գնալու է մինչեւ վերջ, որովհետեւ ի վերջո Գյումրիում ունենանք ռեալ փոփոխություններ, ունենանք նոր կառավարման մոդել, ունենանք ժամանակակից կառավարման ձևեր եւ կարողանանք Գյումրին հանել այս վիճակից։ Բազմիցս անգամ ասել եմ եւ նորից կրկնում եմ, Գյումրին այսօր աղետի կոդի է ոչ միայն երկրաշարժի հետևանքներով, այլ նաեւ ծանր սոցիալական պայմաններով պայմանավորված։ Եվ որևիցե մեկի մտքով չանցնի, որ կարողանալու է մեզ կապել այլ ուժերի հետ, փորձելով ցույց տալ, որ մենք քվեն վերցրել ենք, որ ինչ-որ մարդու տանք կամ ինչ-որ ուժի տանք, միանշանակ այդպես չէ։ Պարոն Սիմոնյան, այսինքն դուք ձեր քվեները ապահով եք, այսպես ասած, քվեարկության ժամանակ, որ քաղաքապետը տրվի ընդդիմադիր
դաշտից, բայց օրինակի ավականու նիստերի ժամանակ կարող են լինել հարցեր, այսպես է ստացվում, որ հա քաղաքապետը տրվում է, բայց այդուհանդերձ չի ապահովում ձայները նիստերի ընթացքում, օրինակ իշխանություն դա քաղաքային իշխանությունը, որը կստանձնի պաշտոնը, անցկացնել այն հարցերը, որոնք լինեն նիստերի օրակարգում։ Այս կոնտեքստում էլ է ստացվում, որ քաղաքի կառավարումը միևնույն է կոլապսի առաջ է կանգնում։ Մենք որևիցե պարագայում մեր մանդատը չենք օգտագործելու, որ քաղաքապետարանում ինչ-որ կուլիսային հարցեր լուծվեն։ Միմիայն մանդատները օգտագործվելու է քաղաքի շահերից ելնելով։ Եթե լինում է ավականու նիստ, որտեղ քննարկվող հարցերը բացառապես օգուտ են մեր Գյումրի քաղաքին, ուրեմն մենք կողմ կքվեարկենք։ Եթե փոքր-ինչ վնաս տվող օրակարգ է գալիս, մենք դեմ ենք քվեարկելու։ Հենց սա եմ ասում, որ որևիցե մեկի մտքով չհասնի, որ մեր ձայները տվել ենք մենք հանուն մեր նեղ շահերի։ Չի լինելու այդպիսի բան։ Մենք կարող է անցողիկ ձայները ամենաքիչն ենք հավաքել, բայց գյումրեցին տեսնելու է, որ ամենաշատ աշխատանքը հենց կատարելու է այս թիմը, որովհետև աչքերից կրակ է դուրս գալիս մեր երիտասարդներին, մեր մասնագետները պրոֆեսիոնալ են, եւ մենք թույլ չենք տալու որևիցե ահորինի քայլ մեր մանդատները օգտագործելու։ Իսկ անձամբ դուք վերցնել եք ավականու մանդատը։ Այս պահին չունեմ չվերցնելու պատճառ, բնական ցույց կտամ։ Իսկ կա տեխնատու, որ դեմեք, որ ընդդիմադիրներից է, նկատիներ, որ չեք ուզի ոչ մի բան, եթե համաձայնություն լինի մյուսները համաձայնեն, դուք չեք ուզի, որ նրանցից որևէ մեկը դառնա քաղաքապետ, կա տարածամիջություն։ Նորից կանք նույն խոսակցությանը, առաջին իսկ վարյանից մենք հայտարարել ենք, որ ովքեր դեմ են իշխող ուժին եւ դեմ չեն մեր ծրագրերին եւ գաղափարներին, մենք մեր կողմից փորձելու ենք համախմբելու կոչ անել, որպեսզի իշխանազրկի քաղաքացիական պայմանները։ Պարոն մի խոստագետում ասեցիք հավակնություն չունեք որևէ պաշտոնի, այսինքն ցանկություն չունեք վերցնելու, թե եթե առաջարկվեն եւս կհրաժարվեք։ Եթե առաջարկներ կհրաժարվեն, ցանկություններ չունենք վերցնելու։ Մենք եկել ենք մեր ծրագրերով, որպեսզի ամբողջական քաղաքի կառավարումը ստանձնենք եւ իրագործենք մեր ծրագրերը։ Չի ստացվել, ուրեմն մենք չունենք որևիցե քաղաքական ուժի հետ կիսել պատասխանատվություն եւ մենք գնալու ենք մեր մանդատները օգտակար դարձնելու միմիայն գյումրեցու շահին։